Նոր Ղազանչի համայնքի այս գողտրիկ տարածքում հիմք դրվեց 10 բնակարանների կառուցման ծրագիրը։ Եվ այդ ծրագիրը կյանքի կոչվեց, եւ այդ ծրագիրը կյանքի կոչվելուց հետո երբ բնակարանամուտ տոնվեց, հենց այդ ժամանակաշրջանում եւս 22 բնակարանի հիմքեր դրվեցին։ Այդ 10 բնակարանները բաժանված են, արդեն մեր հայրենակիցները այնտեղ ապրում են, անգամ ես հիշում եմ, որ 2 բնակարան տրամադրվեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Եվ այս ծրագիրը շարունակական է եւ այսօր արդեն պատրաստ է եւս 15 բնակարան եւ մենք պիտի այդ բնակարանամուտը տոնենք։ Եվ այդ բնակարանները ազնենք մեր հայրենակիցներին ապրելու համար։ Ես ուզում եմ մեր Մեծիտ Անգելիկովի կաթողիկոսության բոլոր այն նվիրյալներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Արամ առաջին վեհափառի գլխավորությամբ այս ծրագիրը կյանքի կոչելու։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Եվ նաև այն ընտանիքներին, ովքեր այսօր ստանան իրենց վկայագրերը եւ բնակարանամուտ կտոնեն, նրանց շնորհավորում եմ, թող այս տներում ապրեն, բարգավաճեն, մանկան ճիշտ լսվի նրանց ընտանիքներում։ Խոսք ունի Տիկին Ասրյանը։ Այսօր ես միանում եմ պարոն Խաչատրյանի շնորհավորանքին եւ շնորհակալություն եմ հայտնում Մեծիտ Անգելիկո կաթողիկոսին, Արամ առաջինին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս մարդասիրական ակտը։ Մեզ բոլորիս հայտնի է, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ամեն օր սպասում ենք ինչ-որ լուրի, ամեն օր սպասում ենք հաղթական լուրի, եւ բոլորս աչալուրջ հետևում ենք միջազգային տեսաբանների յուրաքանչյուր խոսքին։ Բոլորիս նպատակը մեկն է՝ ճանաչվել դե յուրե պետություն, սանձեն Ադրբեջանին, ագրեսորին, այլևս ոչ մի մայր արդյունք չտեսնի։ Եվ այս գեղեցիկ նախաձեռնությունը իրոք հավաստիացրեց, որ սա շատ մեծ հայանպաստ, հայրենանվեր աշխատանք է, եւ որ երբ աչք է շոյում նայում ես այս փոքրիկներին, ովքեր ձգտում են խաղաղության, թող մայրանան մեր բոլոր հարցները, թող օրորոցներով փրկենք մեր հայրենիքը, այս նոր բնակարանների մուտքը բարի լինի բոլորի համար, միշտ լինի լուրջ երկինք, եւ եթե արդյունք թափվի, լոկ միայն ուրախության արդյունքներ։ Vamos, Mario!